Հաղորդակցության դասընթացների ժամանակ մենք ուսումնասիրում ենք խոսք ձայն հաղորդակցում։ Մեծապես այստեղ տեղ է գտնում հոգեբանությունը, մարդու մարմնի շարժումները, այսինքն կինեսիկ բանականությունը, եւ նաեւ այսուհետ ինչու եմ տեղ հատկացրել թվային հոգեբանությանը, որովհետեւ առաջին իսկ դասընթացին ես փորձում եմ մարդուն ծանոթացնել իր հետ, իր երազանքների, իր անհատականության հետ։ Եվ երբ մարդը ճանաչում է իրեն ու հասկանում է, թե որ հատկանիշները պետք է ավելի խմբագրել եւ ուժեղացնել, նա կարողանում է հստակորեն իր առաջ դնել նպատակ։ Յուրաքանչյուր կոմունիկացիայի հիմքում ընկած է նպատակը։ Ես այսօր ձեզ հետ հանդիպման համար ժամանակ եմ տրամադրել ու նախապատրաստվել եմ։ Իմ առաջ դրել եմ նպատակ ձեզ տալ շատ կարևոր ինֆորմացիա, որը դուք ձեր կյանքում կկիրառեք։ Ցանկացած մարդու համար ամենակարևորը իր կյանքում ինքն է։ Ու ցանկանում է, որ ամենալավ բաժինը կյանքի հենց իրեն հասնի։ Ու դուք էլ այսօրվա կոմունիկացիայի մեջ մտել եք, որպեսզի դուք ձեզ համար օգտակար որևէ բան տանեք։ Ու հենց սա է հաղորդակցության դասընթացի գործիքներից մեկը, որ ես տալիս եմ մարդկանց։ Տալիս եմ գործիք, որի միջոցով կկարողանա հետաքրքրել մարդկանց, իր ծրագրերի մասին բարձրաձայնել վստահորեն, չվախենալ ինքնադրսևորվելուց։ Եկեք թվերի մասշտաբով ձեզ ներկայացնեմ, որպեսզի ավելի առարկայական լինի, թե ինչու հենց առաջին դասընթացին ես մարդու հնգաթև աստղն եմ կազմում եւ նրան տալիս եմ այն տեղեկատվությունը, որ ինքը պետք է իմանա իր ծրագրերի մասին։ Եթե դուք ծնվել եք 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին, դուք թվով 1 եք համարվում։ Ու եթե դուք գալիս եք հաղորդակցության դասընթացներին, ես ցույց եմ տալիս, որ դուք պետք է ինքնադրսևորվեք կյանքում։ Դուք պիտի լինեք ձեր կյանքի առաջնորդը, դուք պետք է ունենաք այնպիսի խոսք, այնպիսի խոսքի կառուցվածք, որով մարդկանց կառաջնորդեք։ Իսկ մեկերի կարևորագույն առաքելությունը հենց դա է՝ առաջնորդել մարդկանց եւ իրենց գաղափարներով եւ խոսքով։ Ու եթե դուք գալիս եք հաղորդակցության դասընթացին, արդեն իսկ ձեր ծրագրերից մեկը դրականորեն անցնում եք։ Եթե դուք ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 2-ին, 11-ին, 20-ին եւ 29-ին, դուք 2 եք։ Ու այս մարդիկ պետք է իմանան, օրինակ, որ ես ներկայացնում եմ հաղորդակցության դասընթացների ժամանակ, որ նրանք ի ծնե ունեն բավականին լավ ձայնային տվյալներ եւ եթե ցանկանում են, որպեսզի իրենց ծրագիրը դրական ապրեն, ապա պետք է զբաղվեն իրենց ձայնի մշակմամբ, զբաղվեն հանրային խոսքով, վոկալով, ելույթ ունենան եւ այսպես ուժեղացնեն իրենց 2-ի հատկանիշները։ Եթե դուք ծնվել եք 3-ին, 12-ին, 21-ին եւ 30-ին, ուրեմն դուք թվով 3 եք եւ դուք հանրային լինելու խնդիր ունեք։ Ձեր ամենամեծ առաքելությունը մարդկության առաջ հանդես գալն է, խոսքով, ձայնով, հանրային մարդ լինելն է, իսկ եթե դուք չեք կարողանում ձեր մտքերը հստակ արտահայտել, դուք միշտ խուսափելու եք հանրային վայրերում լինելուց, առավել եւս խոսքով հանդես գալուց։ Եթե դուք 4 եք ու եկել եք հաղորդակցության դասընթացներին, ինչ եմ սովորեցնում ես 4-երին։ Դուք պետք է ունենաք հստակ կառուցվածք, որով պիտի առաջնորդվեք եւ ամենակարևորը ստանձնել պատասխանատվություն կյանքում, որպեսզի կարողանաք իրականացնել ձեր բոլոր խնդիրները։ Եթե դուք 5 եք եւ ծնվել եք 5-ին, 23-ին եւ 14-ին, ցանկացած ամսվա, դուք այն մարդիկ եք, ովքեր պետք է ստանան գիտելիքներ եւ այդ գիտելիքներով կիսվեն մարդկանց հետ։ Ու եթե դուք հանկարծ ձեր գիտելիքներով չեք կիսվում մարդկանց հետ, նշանակում է դուք ձեր ծրագիրը բացասաբար եք ապրում։ Եթե դուք 6 եք, այսինքն ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 6-ին, 15-ին եւ 24-ին եւ եկել եք հաղորդակցության դասընթացներին, ապա նախ եւ առաջ ես սովորեցնում եմ գնալ ընդառաջ վախերին, սիրել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, սիրել եւ ընդունել ձեր մարմինը այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Եթե դուք 7 եք եւ ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 7-ին, 16-ին եւ 25-ին, ապա ես սովորեցնում եմ հաղորդակցական գործիքներից օգտվելուց ամենայն խորությամբ ուսումնասիրել, որովհետեւ 7-երը սիրում են ամեն ինչ խորությամբ ուսումնասիրել, եւ նրանք նաեւ կրիզիս մենեջերներ են, եւ եթե նրանք որևէ աշխատավայրում առաջնորդ են հանդիսանում, նրանց սովորեցնում եմ, որպեսզի կարողանան ամենակարևոր որոշումները հենց իրենք ընդունեն, եւ դա կոչվում է ծրագիրը դրական ապրել։ Եթե դուք 8 եք եւ ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 8-ին, 17-ին եւ 26-ին, դուք երբ գալիս եք ինձ մոտ դասընթացների հաղորդակցության, ես նախ եւ առաջ ձեզ ասում եմ, նախանշեք ձեր ակետը եւ ինձ նշեք այն վերջնանպատակը, որի համար դուք եկել եք տվյալ դասընթացին, որովհետեւ 8-երը արդյունքի մարդիկ են։ Նրանք սիրում են միանգամից այնինչ անում են, դրա արդյունքը քաղել։ Եթե դուք 9 եք, խնդրում եմ ուշադրություն դարձնեն այստեղ 9-երը, ովքեր ծնվել են 9-ին, 18-ին եւ 27-ին,
այս մարդիկ երբ գալիս են հաղորդակցության դասընթացների, առաջին բանը, որ ես նրանց սովորեցնում եմ, աշխատել ինքնակոչի ախտանիշի վրա։ Ինները ունեն ամենաշատ գիտելիքները, նրանք շատ դասընթացների են մասնակցում, բայց միշտ թերագնահատում են իրենց գիտելիքները, ու հաղորդակցության դասընթացների շնորհիվ ես նրանց սովորեցնում եմ, որպեսզի գույքագրեն այն գիտելիքները ու այն բոլոր դասընթացները, որոնք մասնակցել են, իրենց գիտելիքները հավասարակշռեն, տեսնեն, թե ինչպիսի գիտելիքներ են soft skills, այսինքն փափուկ գիտելիքներ են ժամանակ առ ժամանակ ստացել եւ համադրել են իրենց կոշտ գիտելիքների կամ իրենց մասնագիտական հմտությունների հետ, եւ մենք այսպես աշխատում ենք ինների հետ, որովհետեւ արդեն գիտեն, որ մարդը ինն է, նա վախենում է ինքնադրսևորվելիս, գտնում է, որ դե ինչ ունեմ ես այս ոլորտում անելու, եթե բոլորն արդեն արել են, եւ հենց առաջին խնդիրը, որի վրա մենք աշխատում ենք, դա նրա գիտելիքները գույքագրելն է։ Ահա եւ խոսեցինք բոլոր 9 թվանշանների մասին եւ խոսեցինք, թե ինչպես են նրանք հաղորդակցության դասընթացների ժամանակ կարողանում բացահայտել իրենց ողջ ներուժը։ Երբ մարդը գալիս է հաղորդակցության դասընթացների, իրենից անկախ ինքն աշխատում է իր ծննդյան օրվա ծրագրի վրա։